Այ ժողովուրդ ջան, հերիք էր անցած տեսանյութում խոսեի Յաշիկների վարորդների մասնակցության վթարների մասին, նշելով, որ երկար ժամանակ նրանք աչքի չեն ընկել, ինչը շատ ուրախալի է եւ վերջ, սկսվեց։ Այսինքն, ընդամենը մի հոգի էր պետք, որ հաստատված անդորը խախտեր ու գնաց շղթայական ռեակցիան։ Իսկ հիշում եք, որ ասում էի, թե Յաշիկների վարորդների տեղը 2018-ից ուզում են Օպելների որոշ վարորդները լրացնեն։ Հեսա հին ու նոր կարգերը հանդիպեցին Աշտարակ քաղաքից դեպի Սասունի գյուղ տանող հատվածում։ Հանդիպելը որն է, երևում է, որ շատ էին միմյանց կարոտել, նենց էին իրար ողջագուրվել, ինչից հետո Մերսեդես ամենագնացը նաև ճանապարհին տեղադրված էլեկտրասյան հետ էր ողջագուրվել։ Ինչպես տեսնում եք, Opel Zafira-ի էլ, Յաշիկին էլ առջևի հատվածներն էին լավ վնասված ու այդ հանգամանքը թույլ չէր տալիս հավաքվածներին եզրահանգում անել։ Միայն մի հոգի ասեց, թե տպավորություն է, որ երկու մեքենաները շատ էին իրար կարոտել ու իրար կողքով անցնելիս չէին կարողացել զսպել զգացմունքները ու փորձել են ողջագուրվել։ Եթե այս միտքը քաղաքագիտական հարթությունում տեղավորենք, չի համապատասխանի իրականությանը, բայց վթարի մասով ճիշտ կլինի, որ իրավասու կառույցները վերդիկտ կայացնեն։ Նենց չի, որ կատարվածի պատճառը չէր հետաքրքրում, բայց առավել հուզում էր կատարվածի հետևանքները։ Ուրա հասե դետալները ընտանիք են, հա։ Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածները նշում են, որ վիրավորները ընտանիքի անդամներ են, որոնց մեջ կա նաև անչափահաս։ Աստված իմ, խնայի ես մարկանց։ Այս դեպքում նաև երկու ուրախալի փաստ նկատեցի։ Նախ, որ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները շատ օպերատիվ գործեցին ու մի քանի խմբով կարողացան երթևեկը կարգավորել, որովհետև վթարված մեքենաները հայտնվել էին երթևեկելի գոտու մեջտեղում, ու երկրորդը, որ օպերատիվ հասան Աշտարակի քաղաքապետարանի աշխատակիցները, որպեսզի երբ քննիչն ավարտի դեպքի վայրի զննությունը, մաքրեն ճանապարհն ու փոխեն երկաթե էլեկտրասյունը։ Գոնե սենց բաներից ուրախանանք։ Ադե հեսա էլի կասեք, Շամշանը սազն առավ ու էլի անցավ գուսանական երգերին։ Հա, ժողովուրդ ջան, էլի եմ ասում, կարկուտը ծեծած տեղն ա ծեծում։ Խնդրում եմ, մեզ հայրիկին նայեք, չարքաշ աշխատանքով, հալալ քրտինքով ապրող մարդ, ոչ պետությունից ա գողացել, ոչ պետությունն ա ուրիշներին ծախել, ոչ էլ հյուսիս-հարավ ճանապարհից փողեր ա կերել, ոչխար ա պահել, որպեսզի կարողանան տիկնոջ հետ յոլա գնան, ձեռքի հետ էլ երեխեքին օգնեն։ Արմավիրի մարզում բնակվող 68-ամյա Աշոտն է, որը առավոտ կանուխ մտել է Էջմիածին խոշորացված համայնքի վարչական տարածքում Մարգարայի խճուղու մոտ գտնվող իր անասնագոմը ու ապշել։ 2 տասնյակից ավելի գառների մեծ մասը սատկացել, մի մասն էլ վիրավոր։ Դուք վստահ եք, որ սա շան բան, հա, թե չէ գելով պարանոցն ա բռնում, չէ։ Արիք դու թարել է։ Երևի դրա համար էր հայրիկը շատ չոր ձևով տարածքի շանն ասում, թե արի դուրս արի։ Իրոք վստահ էր, որ մայրացու ոչխարներին ու գառներին այսօրն են գցել թափառող շները։ Նույնիսկ թիվ էր նշում, թե քանի շուն։ Ասում էր, թե 7-ից 10 շան մասին է խոսքը, որոնք այնքան են արդեն արխայնացել, որ հարձակվում են նաև մարդկանց վրա։ Թեբա նման մի քանի դեպք է արդեն եղել, երբ մարդիկ ընկել են բժիշկների ձեռքը ու հրաշքով են ողջ մնացել։ Որ թափառող շները մարդկանց վրա են հարձակվում, նորություն չի, Աշոտ ջան։ Այ որ այսքան ոչխար են ստատկացնում, նորություն է։ Տատին էլ է շները գզել։ Երբ էդի։ Էսա կլինի մի տարի է։ Բաթերը որ կդրեց են դու ես տկար է։ Հա, չեմ հիշում։ Վայ, արստենայ։ Արիստենայ ախպերես։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 վիրավոր։ Չեն ամբի, վիրավոր շատ կա մեր։ Մայրերի ձակերն էլ չեն։ Բալավ, ինչ անեն այս մարդիկ։ Ըստ Աշոտ պապիկի, բազմաթիվ անգամներ դիմել են Էջմիածնի քաղաքապետարան
ու այդ մասին գիտի նաև տիկին քաղաքապետը, սակայն այնտեղից պատասխանում են, թե շների գործը մեր գործը չի։ Բա հետաքրքիր է, ձեր գործի անունն ինչ է։ Պապիկը հուզված ասում էր, թե չի ուզում, որ շներին սատկացնեն, բայց գոնե ստերջացնեն, որպեսզի թիվը նվազի։ Պապիկ ջան, թե ասա ում ինչ ես ասում։ Հիմա էլ, եթե օգնություն ես ակնկալնում Էջմիածնի քաղաքապետից կամ Արմավիրի մարզպետից, ասեմ, որ զուր հույսեր շարքից է, վաղուց արդեն հայտնի ասույթն է գործում։ Եղուն գունես գլուխդ քորի։ Սոցիալապես անապով վարկերով էր վերցել եք Կինս էլ երկրորդ կարգի։ հաշմանդամ կկարնան ապրեն, բայց Ապեր, էդի 50-50 էր։ հենց այս շներն են եղել ես ձեզ։ Կասար 6-7 հատեր հատ։ Շատ։ Այ հայրիկ ջան, բայց մարդիկ ինչ ասեն, ճիշտ է, քեզ համար ամեն ոչխարը ոսկու արժեք ուներ ու հանապազորը հացիդ հարցն էր լուծում, բայց էլի ձեր մարզում ավելի ստույգ Երևան Արմավիր ավտոճանապարհին Արգավանդի խանութ սրահներից մեկում ծակած հրդեհը կայքագործ մեր եղբայրներին շատ ավելի մեծ վնաս պատճառեց։ Այնտեղ շներ, այստեղ կրակ, որի լեզուները այնքան երկար էին, որ ականատեսները ֆիքսել էին դրա հասցված վնասը։ Թե ինչ եմ այդքան ասում, հենա տեսեք, թե հրդեհի հետևանքով ինչեր է ընկնում շինությունից, ու եթե մարդիկ չպահպանեին համապատասխան հեռավորությունը, սեփական մաշկի վրա կզգային հրդեհի հետևանքները։ Ինչպես տեսնում եք, հրդեհը բռնկվել է կահույքի խանութի երկրորդ հարկում, որտեղ մոխրի է վերածվել մի ամբողջ գույք։ Հələ մի ասեք փայտ եւ հրդեհ, պարզա չէ, թե ինչ տիեզերական արագություն կարող էր բացել հրդեհը, այդպես էլ եղել էր, բայց խանութի աշխատակիցների ու հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ կրակի տարածումը կանխվեց։ Չգիտեմ, թե քանի միլիոնի վնաս կրեցին խանութի տերերը, չնայած դա միայն իրենց համար է էական, մեր համար կարևոր է, որ մարդ չտուժեց։ Բայց գիտեք որն է խնդիրը։ Ուզում եմ կիսել հրդեհի վայրում հավաքված բազմաթիվ քաղաքացիների այն խոսքը, որ չեն պահում հակահրդեհային անվտանգության կանոնները։ Ես գրեթե վստահ եմ, որ եթե մշտապես աչքի տակ պահեն հոսանքալարերը, սրահում չծխեն, չեմ ասում ծխել են, այլ թվարկում եմ հրդեհային անվտանգությանը սպառնացող պատճառները, ուշադիր լինեն ջեռուցման եւ էլեկտրական համակարգերին, սենց բան հնարավոր չի լինի, բայց ոչ, մարդիկ տարված ամենօրյա հոգսերով, մատերի արանքով են նայում նման բաների ու հիմա ստիպված այս խանութի տերերը իրենց գրպանից ավելորդ միլիոններ են ծախսելու, չնայած ով գիտի, գուցե ապահովագրել են եւ վնասը կփոխհատուցվի։ Լավ, մի քիչ էլ խորանամ դավադրության տեսության կողմնակիցներին առատ խոսալու թեմա կտամ։ Էլի հրդեհ, բայց այս անգամ ոչ թե ասենք կահույքի խանութում, այլ վթարի։ Այն, ինչ տեղի էր ունենում երեկոյան 21-20-ի սահմաններում, մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտա եւ Չեխով փողոցի խաչմերուկում ականատեսները դեռ երկար կհիշեն, որովհետեւ տեսել են ոչ միայն Volvo-ի ու Opel-ի ուժգին բախումը, որից հետո վերջինը բախվել է նաեւ թերթի կրպակին, այլև անմիջապես Opel-ում ծակած հրդեհն ու օգնության կանչերը։ Հավելյալ անգամ ձեր ուշադրությունը հրավիրում եմ կատարվածի վայրի վրա։
Այո, նկատի ունեմ խաչմերուկը, այդ ձեր տունը շինվի։ Լավ, neujeli այդքան վատ եք հասկանում։ Այս անտեր խաչմերուկներում պետք չի ճակատագիրը փորձել։ Եթե տեսնում եք, որ դեղինից ուր որ է, պետք է գցի կարմիր, մի փորձեք վերջին պահին կտրել խաչմերուկը, որովհետև հնարավոր է մյուս կողմից էլի ձեր նման մտածող վարորդ կա։ Նա էլ երբ դեղինն ուզում է փոխի կանաչ, ոդկը անմիջապես գազի սեղմակին է տանում ու տենց խաչմերուկի մեջտեղում ողջագուրվում եք։ Հետո իհարկե կբողոքեք դիմացինից, ճակատագրից, կյանքից, բայց ոչ երբեք ինքներդ ձեզնից, չնայած դրանից խնդրի էությունը չի փոխվում։ Կարիք չկա ասելու, արդեն տեսակ, որ Opel-ից օտարն էր մնացել։ Մինչև կհասնեի դեպքի վայր, շտաբօգնության բժիշկների հերթապահ խմբերը վիրավորներին, իսկ նրանք երկուսն էին։ Տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Նկարահանում էի ու վերականգնում դեպի հրաշքները հավատս, որովհետև այս Opel-ից, որում անմիջապես հրդեհ է ծագել, մարդկանց դուրս գալը հրաշքի պես բան է եղել, բայց որպեսի հույսներս հրաշքի վրա չդնենք, խելքը պետք է աշխատացնել ու անսալ մեր հորդորներին, մասնավորապես, որ խաչմերուկը պետք է կտրել ճիշտ ժամանակին։ Էլի նախորդ տեսանյութում պատմել ենք, որ վերջին ժամանակահատվածում ավելացել է ինքնավթարների թիվը։ Այնքան է ավելացել, որ երբ ինքնավթարված մեքենայի վարորդը արդարանում է, թե կողմնակի խոչընդոտ է եղել, էլ չենք հավատում։ Ավելի հակված են կարծելու, որ խնդիրներն այնքան են շատացել, որ վարորդները մեքենայում միայն ֆիզիկապես են ներկա կամ ասենք հեռախոսի մեջ են քչփորում։ Իդեպ լավ են անում, որ դրա համար նախատեսված տուգանքը խստացնում են։ Լավ, ինչևէ, Լոռու մարզում ենք, Երևան-Վանաձոր ճանապարհի 97-րդ կիլոմետրին, Սարամեջ բնակավայրի խաչմերուկում, որտեղ, ինչպես տեսնում եք, Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, ապա երկաթե ցուցանակին եւ մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում։ Սա իր հետքերն է, ասում երկուսի վիճակը ծանր է։ Կոշիկները հելացեն է։ Պաուսակը, հեռախոսը, դանակը։ Փրկարարներն են, չէ՞։ Բայց նկատեցիք ժողովուրդ ջան, մինչև հիմա 5 դեպք ենք ներկայացրել, 3-ում գլխավոր հերոսի դերում Opel-ն է։ Էլի սկսեմ բաներ խոսալ, կասեք խոսած, բայց կրկնում եմ, այս Opel-ի որոշ վարորդները լրիվ հատուկ կաստա են դարձել։ Աչքիս այդ մեքենաների սալոնում յուրահատուկ հոտ կա, որ վարորդների ուղեղը լվանում է։ Չնայած այս դեպքում խնդիրը քիչ մը այլ է։ Երբ ասացին, թե ով է եղել ղեկին եւ ովքեր են եղել մեքենայում, անմիջապես հասկացա, որ ըստեղ մի բան են չի։ Եվ ուրեմն մետաղե ջարդոնի վերածված այս մեքենան վարել է 21-ամյա Արման Խոյեցյանը։ Հետը եղել է նրա հասակակիցը 21-ամյա Համլետ Պողոսյանը, 19-ամյա Մաթեոս Մակարյանը եւ 18-ամյա Լաուրա Թարոյանը։ Բոլորը երիտասարդ, կյանքն առջևում, ծովը ծնկներից։ Պարեկներն ասացին, որ վարորդն ու երկու ուղևորներին շտաբօգնության բրիգադները տեղափոխել են Սպիտակ բժշկական կենտրոն, իսկ հա 21-ամյա Համլետ Պողոսյանը տեղում մահացել էր։ Այնտեղից տեղեկացանք, որ վիրավորներից մեկը դուրս է գրվել, իսկ երկուսը ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Օրեր անց վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացավ, այսինքն ինքնավթարի հետևանքով ունեցանք 2 զոհ։
ինչ իմանանք, որ երկու զոհով վթարը այս տեսանյութի վերջին դեպքը չէր լինի, թե ինչու է Բարձրյալը անտարբեր որոշ մարդկանց նկատմամբ չեմ կարող ասել։ Երևի ինչ որ բան գիտի, բայց այն, ինչ տեղի ունեցավ մարտի 4-ին, կեսգիշերից 10 րոպե անց Վանաձոր Վրաստանի սահմանի ճանապարհի Շնորհ գյուղի բնակավայրի վարչական տարածքում մեկ բառով կարելի է բնութագրել՝ սարսափ։ Թեև կադրերը բառերից ավելի խոսուն են։ Նոր էի պարկել քնելու, երբ ազանք ստացա, որ շուտ հասի նշված հատված, այստեղ այն երևակայելի բան է կատարվում։ Այո, իրոք սարսափելի էր։ Ես մտածում էի, թե այս կապույտ գույնի մեքենան էլի Opel Zafira է, բայց պարզվում է իրական ամենագնացա Mercedes ML Magnish-ի։ Ինչ կարգի պետք է հարված լինի, որ այս հսկա դափի արջևի հատվածը մի լավ ճմրթվի։ Ընդ որում, դատելով մեքենաների վնասվածքներից, խոսքը ճակատային բախման մասին է։ Տեղում պարզեցի, որ այս զռլամայի ղեկին եղել է վրացի վարորդ, ու դեպքի վայրում նշում են, որ կան կասկածներ, որ հնարավոր է նա խմած է, բայց որպեսզի միջպետական սկանդալ չսարքեմ, թող քննիչները ձեն հանեն։ Ինձ համար կարևորը ճակատային բախման դառը հետևանքներ։ Ինչ-որ տեղ գնալուց են եղել Mercedes-ը, հաղման գնալուց են եղել։ Ծաղիկները տեսա դրա համար։ Ապերետիրա ռեզնը, տատի ռեզնով գծի թեգուս բանը։ Աշի, Ուշադրություն, վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել էր։ Մահացածներից երկուսին Թումանյանի փրկարարները հայտնաբերել էին մեքենայից դուրս, մյուս երկուսին Mercedes-ից դուրս էին բերել փրկարարները օգտագործելով հատուկ տեխնիկա։ Ալավերդու բժշկական կենտրոնի շտաբուկության բրիգադը տեղում օգնություն է ցուցաբերել դափի վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Պարզեցի նաև, որ մահացածները գնում էին Լոռու մարզի գյուղերից մեկում թաղման արարողության մասնակցելու։ Ճակատագրի հեգնանք։ Դրա համար է ասում, որ որոշների նկատմամբ Բարձրյալը անտարբեր է։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։